Ես դեռ ուսանող էի։ Եվ երբ որ մարտի 1-յան դեպքերն էին, ամենամեծ ցավը ես որ ապրում էի, դա այն էր, որ եկեղեցին լռում էր։ Ես ինքս ճեմարանից փախել եմ, գնացել եմ մասնակցել եմ ցույցի, որովհետև ես տեսնում եմ, որ իմ ազգին դա է պետք այդ օրերին։ Հասկանում եք։ Եվ ես տեսնելով եկեղեցու բարձրաստիճան այրերի անտարբերությունը, լռությունը, ես բնականաբար հասկանում եի արդեն ինչ է կատարվում։ Ես տեսնում եմ, որ կան քաղաքական շահեր որոշ իշխանական մարմինների հետ։ Եվ տեսնում եմ, որ 2018 թվականից, քանի որ հեղափոխություն կատարվեց, եկեղեցու բարձրաստիճան որոշ անձանց, այդ թվում եւ կաթողիկոսի, շահերը այլևս չէին համընկնում։ Եվ բնական է, որ այն նախկին քաղաքական գործիչները այսօր պիտի կաթողիկոսի կողքին կանգնեն, որովհետև իրենց շահերը համընկնում են թերևս։